Սերբական մեքենայի ավստրալական ճանապարհորդությունը հասնում է եզրագծին։ Ավստրալիայի բաց առաջնության հնգակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը տիտղոսի պաշտպանության ճանապարհից հեռացրեց նաև Ռոջեր Ֆեդերերին։ Կիսաեզրափակիչի առաջին երկու սեթը աշխարհի առաջին ռակետը հաղթահարեց առանց խոչընդոտի։ Ֆեդերերը հաղթեց ընդամենը 3 գեյմ՝ 6-1, 6-2։ Երրորդ սեթում շվեյցարացին արթնացավ խորը քնից, կատարեց 1 բրեյք ու սեթը շահեց 6-3 հաշվով։ Թվում էր, թե սուպեր դիմակայությունը վեր գտնում է իր ինտրիգը, բայց Ջոկովիչը համաձայն չէր խաղալ 5-րդ սեթ։ Երրորդ սեթի սցենարով պարզապես դերակատարների փոփոխությամբ։ Ջոկովիչը կատարեց 1 բրեյք ու հաղթեց 6-3 հաշվով։ Game set match, Նոլեն հաղթեց մեծ սաղավարտի 17-հակի չեմպիոնին։ Սա Ջոկովիչի և Ֆեդերերի 45-րդ հանդիպումն էր։ Սերբը հաղթեց 23-րդ անգամ։ I think against Roger this first two sets have been Ֆեդերերի հետ խաղի առաջին երկու սեթերը լավագույնն էին եւ նրա դիմակայություններում։ Ֆեդերերը միշտ համբերատար սպասում է, որ մրցակիցը մի փոքր թուլացնի խաղը, եւ դա է նրա հաջող կարիերայի գլխավոր պատճառը։ Ինձ չանհանգստացրեց, որ մրցակիցը հաղթեց երրորդ սեթում։ Ես շարունակեցի խաղալ իմ խաղը, պահպանել հանգստություն ու ցուցադրել չոր թենիս։ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում կմրցի Միլոշ Ռաունիչ Էնդի Մարրեյ զույգի հաղթողի հետ։ Ով էլ լինի մրցակիցը, սերբինատորը շարունակում է մնալ առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդը։ Գրիգոր Ավետիսյան, ժամը լրատվական։